Դա խոսում եմ անդրադառնալ երեկվա Գոհար Օսմանյանի մասնակցության պայքարի ենթադրյալ ձայնագրությանը իշխանական կողմից պարզաբանում եմ, որ իրենք գործել են այս հետևյալ դեպքում դատարանը իրավաչափի գործեր նման որոշում։ Ով է ասում իրավաչափի գործեր։ Իրանք են որոշում, հասկանում Հեսա բոլորը լայվ են մտել ու հայտարարում են, որ ընտրակաշարժի բաժանվելու ժողովրդին չեք գնելու։ Իսկ ով է ասել ընտրակաշարժի բաժանվելու։ Գիտեք, ստի ու կեղծիքի չափաբաժինը գնալով մեծացնում է իշխանությունը եւ շատ մի կարեւոր հանգամանք կա այստեղ։ Շեշտում են փոքրիկ երեխա, ես դրան երկրորդական եմ համարում։ Առաջին հերթին կա բարոյականության խնդիր, կռիվ ունեք մեր հետ, կռիվ տվեք, ինչ եք կանանց հետ կռիվ անում։ Տղամարդությունից են խոսում։ Մեր ուժեղ թիմի տղամարդկանց հետ կռիվ անում։ Մեկ, երկրորդը որևէ հանցակազմ չպարունակող արար չի թույլ տվել։ Ոչ Գոհար Օսմանյան, ոչ Վերջինի, որևէ։ Ընդհանրապես իմ անձնական կարծիքով դատարանը չէր կարող որևիցե բան այսպես ուղղակի բաց թողել, ընդրեցին այդ տարբերակը։ Եվ նաև հարգելի լրագրողներ, ձեր այսպես լումանել է այդտեղ շատ մեծ, որովհետև այդ բացացված աղմուկից իրենք շատ լավ հասկանում են ինչ է իրենց դեմ, ինչ է իրենց օգուտ։ Շատ լավ հասկացան, որ իրենց դեմ է սա լինելու, կանանց կալանավորել են, անգամ տնային կալանքում պահել, այդ իսկ պատճառով իրենք իրենց շահերի մեջ են գործում։ Այնպես որ իմ կարծիքով զանգով արտահայտությունը դեռևս գործում է։ Միանշանակ, էլ արդեն չգիտեմ ոնց ասել, տարբերակ չկա ուղղակի։ Եթե իմ ինֆորմացիայով նախորդ կալանքի միջնորդության ժամանակ փախուստը որպես հիմք դուրս է եկել, չի եղել է վկաների վրա ազդեցությունը, այս պարագայում գործը արդեն դատարանում է, ինչ խնդիր կարող է լինել։ Կամ ոնց են պատկերացնում Սամվել Կարապետյանը ինչ որ վկայի վրա էնել այն դեպքում, որ որևէ կապ չունի այդ ներկայացված գործերի հետ։ Վախի արտահայտում այնտեղ խոսում են իրենց վատ պահվածքով, վատ լեքսիկոնով, ախր բազմաթիվ անգամ ասել եմ, մենք այդ մակարդակին չենք իջնելու, չենք իջել, որովհետև այդ մակարդակը իրենցն է, մերը չէ։ Այդ խոսույթը չենք օգտագործելու։ Պարոն Ղազարյան, իշխանության ներկայացուցիչները ձեր ցուցակի մասին են շատ խոսում, օրինակ ասում են, բերել եք Քոչարյանի թիմն է, Քոչարյանի Սերժ Սարգսյանի թիմն է, բերել եք ոչ մի փոփոխություն չի լինելու եւ այլն, ինչ ասում։ Առարկայական բանավեճ որպես այդպեսին չկա։ Նախ մեր երկիրը փոքր երկիր է եւ յուրաքանչյուր կարող ուժ, կարող մարդ ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի ձև համագործակցել ինչ որ իշխանության հետ։ Եթե դուք տեսնեք մեր ցուցակում կան նաեւ ժամանակին ԿՊ-ին վստահած եւ դուրս եկած մարդ։ Այսինքն սա եւս մեկ անգամ ապացուցում որ Սամվել Կարապետյանը միասնության կողմնակից է, այսինքն անկախ նրանից որ իշխանության հետ է անձնաշխատել, եթե մաքուր է, եթե չունի պրոբլեմ, չունի խնդիր, միանշանակ կարող է լինել մեր թվում ուժեղ Հայաստան կառուցելու գործում։ Հիմա ուղղակի ձեզ եմ խնդրում, այդ դեպքերում որ խոսում են, ընդհանրապես պետք է հարցնել ինչ ունեք այդ մարդկանց հետ կապված, առարկայական, այսինքն ժամանակին եղել է այնտեղ, այսօր էստեղ է, ո՞րն է խնդիրը, պայքարող տեսակ է։ Թող բերեն առարկայական ներկայացնեն, որ ուժեղ Հայաստանի թիմում կա մարդ, որը յուրացում է արել, որը պետական դավաճանություն է գործել իմ կարծիքով իրենց պես։ Թող բերեն ներկայացնեն։ Անգամ բանավեճի չեն կարողանում նորմալ գնալ, մարդիկ գնում են նորմալ բանավեճի եւ աղմուկները, մերոնց միկրոֆոնների ձայնը իջացնելը, բարձ երևում է, չէ՞ որ ռեպլիկի ժամանակ այնտեղ միկրոֆոնի ձայնը բարձրացվում է, մեր թիմի ներկայացուցիչը խոսում է, այնտեղից ինչ-որ մեկը ռեպլիկա թողում, այնքան բարձր է, արդեն ինչ չափաբաժինն են բարձրացնում։ Մերոնց ձայնը իջացնելով, այդ աղմուկ ախր չի սազում, էլի։ Մեր պետությունը վերջնաշով այդ երկիրը չպետք է փոխվի։